Շնորհակալ եմ մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, ես արդեն մի քանի տարի սրա մասին խոսում եմ, բայց ելի եմ ուզում ասել, պարոն Անդրանիկ Քոչարյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնենք, մենք այս պահին չունենք վիճակագրություն պատճառահետևանքային կապի եւ ինչ փոփոխություններ էլ անում ենք, դա մի ինտուիտիվ է, այսինքն մենք դասական առումով նույնիսկ չգիտենք այս այս զոհերից քանիսն էին, որ օրինակ խմացության արդյունք էր։ Հիմա ինչպես արձանագրում են վաղորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, այդան մեջ գրում են հարբացություն, բայց կարող է այդ պատճառահետևանքային կապով պարզվել, որ այդ տեղանքում վթարը եւ զոհը լիներ, այդ թվում ոչ ալկոհոլ օգտագործած։ Օրինակ, չգիտեմ, պարոն Սիմոնյանը նշեց սիգնալի, բայց կան տարբեր այդ լուսային այդ լամպերը, որ փոխում են եւ դու երբ վարում ես, այդ քո դիմացից ուղակի աչքերդ կուրացնում են։ Դու խմած լինես, չլինես, մեկը դու ճանապարհից շեղվելու ես, ընկնես այդ զորը։ Մենք ունենք շատ տեղեր, որտեղ օրինակ այդ նույն տեղի վրա վերջին 10 տարում կարող 100 զոհ ա եղել։ Վերջում պարզվել է, որ կարելի է ընդհանրապես այդտեղ մի հատ բետոնի արգելապատնեշ դնել, որ զորը չընկնել։ Այսինքն պետք է այդ պատճառահետևանքային կապը, այդ վիճակագրությունը մենք ունենանք, որպեսզի հստակ լինի, որտեղ կարող է իսկապես պարզվի, որ պայմանական եմ ասում, կարող է պարոն Թորոսյանը հակադարձի, բայց ամրագոտիները այդքան պատճառը չլինեն, այլ պատճառը այդ փողոցում, որ լուսավորություն չկար, եւ քաղաքացիները ուզած առանց ամրագոտի կապած է թե կապածը չլինի, այդ վթարին ենթարկվում են։ Մեզ պետք է այդ կապը ստեղծել եւ շարունակում եմ կարծել, որ այդ փոփոխությունը պետք է արձանագրենք օրենքով, որպեսզի լինի ամրագոտի, ներեցեք, մկեցված ապակիների մասով լինի ոչ շահագործելի։ Եվ նաև ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեկային ծառայությանը։ Ես հիշում եմ ներդրման պահին ինչքան այսպես ծաղրական գրառումներ եղան, հատկապես որ նրանք կարգավորում են խաչմերուկները, բայց այսօր որ խաչմերուկի վրա որ բարեկ չկա, այդ նույն քաղաքացիներն ասում են ուր են այս բարեկները, եւ նաև շնորհակալություն հայտնել քաղաքացիներին։ Ես ամեն օր նոր-նորքի զանգվածով իջնում եմ եւ տեսնում եմ խցանման մեջ, օրինակ այդ ավտոբուսների գիծը ազատ է եւ չեմ հանդիպում տես դեպքերի, որ վարորդները մտնեն այդ գծով, այսինքն սա նաև քաղաքացիների մասով շատ կար, պարոն Սիմոնյան, ես նաև առաջարկում եմ այդ ավտոբուսների վրա տեղադրեք այն տեսախցիկները, որոնք որ օրինակ են համակարգին կապած եւ բոլոր են մեքենաներ, ովքեր հանրային տրանսպորտի գիծ կմտնեն, այդ տեսախցիկներով դուք արձանագրեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։